Շնորհակալություն, պարոն Նովակյան, ես երկու հարց ունեմ։ Նայեք, առօրյա կյանքում, օրինակ մրցակցության մեջ կա սպառողին մոլորեցնելու հասկացություն։ Օրինակ, եթե ես սպառողին ասեմ, դուք վճարում եք 200 դրամ ու ձեռք եք բերում, ենթադրենք գինի, բայց վերջում պարզվի, որ դա գինի չի, այլ ջուր է, ստացվի, որ ես սպառողին մոլորեցրել եմ, գովազդ եմ արել։ Հիմա նույն կերպ ընտրական process-ում, եթե ինչ-որ մեկը վերակենում, ասում է մեր վարչապետի թեկնածուն լինելու է, ենթադրենք Իլոն Մասկը, ու ինչքան իրան ասում են, որ հնարավորություն չկա, որ Իլոն Մասկը լինի մեր վարչապետի թեկնածու, իրանք այդ ուղղությամբ են քարոզարշավը տանում, սա չի նշանակում արդյոք ընտրողներին մոլորեցնելու փորձ, եւ այդ դեպքում մենք որևէ Դե ամեն դեպքում հիմա այդ իրանց չի արդարացնում։ Սա առաջին հարցը է, այդ դեպքում ինչ ընդհանրապես մեխանիզմներ կան եւ երկրորդ հարցը, պարոն Հովակիմյան, դուք ասում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բոլորը ունեն ընտրելու իրավունք եւ ովքեր որ արտերկրում են ապրում, կարող են գալ Հայաստանի Հանրապետություն եւ իրենց ընտրությունը կատարեն։ Հիմա մենք կարող ենք ունենալ մի հատ վիճակագրություն, իհարկե այս բանը դժվար դա ձեռքի տակ լինի, ենթադրում եմ նաև այլ պետական մարմինների հետ հնարավոր կլինի դա անել, բայց օրինակ ինձ շատ հետաքրքիր կլիներ ու նաև կարծում եմ շատերին, մի հատ իմանանք, օրինակ 21 թվականի ընտրությունների ժամանակ քանի քաղաքացի է եղել Հայաստանի Հանրապետության, որ օրինակ 6 ամիս կամ 1 տարի Հայաստան չի եկել եւ հատուկ ընտրությունների օրը եկել է, քվեարկել է ու էլի գնացել է, որ հասկանայինք հատկապես նաև որ երկրից եկող քաղաքացիներն են, որ ընտրական process-ը իրանց համար այնքան կարևոր է եւ իրենց քվեն այնքան են կարևորում, որ կարող են օրինակ 6 ամիս Հայաստան չգալ եւ հատուկ ընտրությունների համար Հայաստան գալ։ Կարող են նման վիճակագրություն ունենալ։ Խնդրեմ, պարոն Հովակիմյան։ Այո կամ ոչ։ Պարոն Տեսեք, քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը իրենց հայտարարություններում ազատ են այնքանով, որքանով դա չի հակասում մեր օրենսդրությանը, տվյալ դեպքում մեր օրենսդրությունը հստակ սահմանում է, թե ինչպիսի հայտարարություններ չեն կարող լինել, օրինակ բռնության կոչը, սահմանադրական կարգը տապալելու կոչել եւ այլ եւ այլ։ Այսինքն դրանից դուրս քաղաքական գործիչները ըստ էության եւ դրա գնահատող ընտրողն է։ Այսինքն քաղաքական գործիչները ազատ են ինչ ցանկանան հայտարարեն, ընտրողներ պիտի դրան իր քվեարկությամբ տա գնահատական, որտեղ հակառակ դեպքում, եթե ես հասկանում եմ ձեր տեսանկյունից, երբ որ դուք դա ասում եք, բայց եթե փորձենք օրինակ մոլորեցնող, չգիտեմ, եւ այլս, ըստ էության մենք ի վերջո գրաքննության ենք հանգելու։ Որտեւ մենք օրինակ կարող մոնիտորինգը իրականացնում ենք, տեսնում ենք նաեւ, որ օրինակ կան քաղաքական ուժեր, որոնք որ իրենց քարոզչությունը իրականացնում են այլ քաղաքական ուժը ներկայացնող քաղաքական գործիչների դեմքերը օրինակ։ Մենք այստեղ մեր տեսանկյունից, մենք այստեղ, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այստեղ չտեսած մենք փորձենք հասկանալ, օրինակ մենք որևէ գործիքակազմ ունենք միջամտելու ու չենք այստեղ ստացվում է տվյալ դեպքում արդեն ոնց որ այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, ովքեր որ իրավունքները խաթարում, իրենք պիտի փորձեն իրեն պաշտպանել, որովհետև այս բովանդակային փոխադարձ բանավեճերի մեջ կենտրոնական ընտրական հանձնաժողով չի կարող միջամտել։ Մեր միջամտությունը վերաբերվում է միայն երբ որ ընտրական համակարգի հետ կապված գեղձիկ, խեղաթյուրում կամ զրպարտություն ինչ որ նման, այսինքն հեղինակությանը վնասող ընտրական համակարգի հեղինակությանը վնասող ինչ որ գեղձիկ լինի կամ ցանկացած մեղադրանք, որը որ կարող է հեղինակության վնասել։ Իսկ քաղաքական գործիչների փոխադարձ բանավեճերում այդում, եթե այդ բանավեճերը հիմքում ունեն օրինակ սխալ սուտ տվյալներ, մենք այդտեղ ճիշտ չի, որ մենք միջամտենք։ Ինչ վերաբերում է 21-ի ընտրություններում վերադարձած եւ քվարկած, կարծում եմ սա շատ
դժվար վիճակագրություն է, որովհետև տեսեք անձը ով վերադառնում է Հայաստան, ինքը բնական է մեր քաղաքացին, ինքը գալիս է իր հայրենիք, եթե դա համընկնում է ընտրությունների հետ, նաև մասնակցում է ընտրություններին, չէ, քվեարկում է գնում է, բայց այստեղ որպեսզի դու հատուկ կարողանաս օրինակ որևէ մենք կամ չգիտեմ այլ կարողանա նման վիճակագրություն վարել, ըստ էության դա պիտի քաղաքացին ինքը հայտարարի, որ ինքը վերադարձել Հայաստանի Հանրապետություն է եկել հատուկ քվեարկել, նկատում եմ, որ նման վիճակագրություն մենք ունենանք։ Ես չեմ պատկերացնում, որ նման վիճակագրություն կարող դա ուղղակի կարող է ընդհանրապես վիճակագրություն բերվել, թե օրինակ ասենք 21 թվականին քվեարկության օրինակ նախորդող 1 շաբաթում, չէ՞, քանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիա սահմանահատել եկել Հայաստանի Հանրապետություն։ Դա դուք կարող եք սահմանապահներից որպես պատգամավոր կարող եք այդ թիվը ստանալ։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Հովակիմյան։ Իրականում հա ես էլ ձեր պատասխանի ընթացքում հասկացա, որ մենք այդ վիճակագրությունը մի քիչ ուրիշ ձևով կարող ենք ստանալ, հասկանանք օրինակ քանի քաղաքացի է եկել, որ երկրից ու քանիսն են մեզ մարդկանց տվյալները պետք չեն, մեզ թիվն է պետք ու համամասնությունը։ Իսկ ինչ վերաբերում է առաջին հարցին, ես հասկացա ձեր ասելիքը։ Դուք ուզում եք ասեք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բովանդակային ասելիքի մեջ չի խորանում, այսինքն նորմալ է, դե քաղաքական process-ները բանավեճա ստրել կհնչեն եւ այլն, ուղղակի այս դեպքում մի քիչ իրավիճակը տարբերվում է այն առումով, որ մարդիկ կոնկրետ մարդու նկարով քարոզարշավ են իրականացնում եւ անգամ դա իրանց համար այնքան կարեւոր է, որ մեր այս վերջի փոփոխությունը իրանք շատ ծանր տարան, որովհետև իրանց համար այդ fake վարչապետի տեխնացուի հանգամանքը շատ կարևոր է։ Այսինքն չեն վեր կենում ասում 300,000 աշխատատեղ կբացենք, մենք էլ ասում ենք չէ, սուտ է ու ասում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, եկեք ասեք, որ նման բան հնարավոր չի։ Մենք ուրիշ բանի մասին ենք խոսում, մենք ասում ենք մարդիկ ընտրողներին ասում են վարչապետը լինելու է այսինչ մարդը, որը դրա իրավունքը չունի։ Այսինքն այստեղ մոլորեցում է, ոչ թե բովանդակային ասելիք է, այլ պարզապես մարդկանց սխալ ինֆորմացիայով ու սխալ սիմվոլիկայով ընտրությունների առաջնորդել է։ Արձագանք, պարոն Հովակիմյան։ Պարոն Թունյան, քաղաքական գործիչները ազատ են, ինչ ուզեն հայտարարել։ Պարոն Թունյան, ես կարող եմ մեր սահմանադրությունը, տեսեք, պարոն Թունյան, մեր սահմանադրությունը հստակ ամրագրում է, թե ով կարող է լինել պատգամավոր, թե ով կարող է լինել կառավարության անդամ։ Սա շատ հստակ է։ Եթե այսպես ասենք, լինում է հայտարարություն, կարող է լինել հայտարարություն, որ օրինակ այս պահին, ասենք, մեր սահմանության հետ կապ չունի, մարդը ազատ է այդպես ցանկանում է հայտարարում է։ Իսկ մեր տեսանկյունից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսանկյունից մարդիկ ազատ են։ Այդ թվում, չգիտեմ, խոսքի ազատությունը Հայաստանում սահմանափակված չի։ Օրինակ նույն հազար մի բան կարող է հայտարարել, եթե օրենսդրության տեսանկյունից հայտարարությունը քրեաիրավական հարթություն չի մտնում, եւ այլն ազատ են։ Ընտրողները կարծում եմ հենց այդ խոսքի ազատությունը նրա համար է, որպեսզի ընտրողն իր գնահատականը քվեարկությամբ տա։